Այս փոքր տոպրակով վերադարձա խանութից 9600 դրամ, ահա այսքան եմ վճարել, 1 տարի առաջ ճիշտ նույն տոպրակը կարժենար մոտ 1000 դրամ ավելի պակաս, շուրջ 8650 դրամ, ընդամենը 12 ամսվա ընթացքում այս համեստ զամբյուղը թանկացել է ավելի քան 14%-ով, ու մինչ բարձրաստիճան պաշտոնյաներն ու պատգամավորները իրենց մի քանի միլիոնանոց պարգևավճարներն են վայելում, Հայաստանի Հանրապետության պաշտոնյաները ստացել են եւ ստանում են ոչ բավարար աշխատավարձ, սեփական հացի խնդիր ունեն եւ վարկերի մեջ են։ Հայաստանցիների ճնշող մեծամասնությունն էլ ավելի է տուժում գնաճից, 100 հազարավոր կենսաթոշակառուների համար հենց այս նույն տոպրակը շռայլություն է, միջին կենսաթոշակի գրեթե 20%-ը, ամսվա մեջ ընդամենը 5 անգամ այս չափ առևտուր ու գումարը կվերջանա։ Իսկ ինչ կա այս տոպրակի մեջ, օրինակ ինձ թույլ եմ տվել կես կիլոից մի փոքր ավելին փափուկ միս գնել, այս կտոր միսն արժեցավ մոտ 4300 դրամ։ Տավարի միսը պաշտոնական տվյալներով 1 տարվա ընթացքում երկնիշ տեմպերով է թանկացել, շուրջ 12%-ով, 2024-ի դեկտեմբերին հենց այսքան կտորը 3800 դրամով կվաճառվեր, 850 դրամով ձեթ եմ գնել, ուղիղ 1 տարի առաջ այս ձեթը կվաճառվեր 780 դրամով, ավելի քան 8%-ի թանկացում։ Գնաճի պայմաններում այժմ ճոխություն է նաև օրինակ իշխան-ձուկը, մեկ հատ այս փոքր ձկան համար վճարել եմ 2035 դրամ։ 1 տարի առաջ այն շատ ավելի հասանելի էր, նույն քաշով իշխանի համար կվճարեինք 315 դրամ ավելի քիչ, 1720 դրամ։ Այս դեպքում գնաճն անցնում է 18%-ը։ Այս հացը վաճառվում է 140 դրամով, 1 տարի առաջ այն 135 դրամ արժեր։ Նաև պանիր եմ գնել, այս փոքր կտորն արժեցավ 780 դրամ։ 12 ամիս առաջ նույն կտորը կգնեի 750 դրամից պակաս գնով, 4.6%-անոց թանկացում։ 6 հատ ձվի այս փաթեթը 480 դրամով է վաճառվում։ 1 տարում այն թանկացել է շուրջ 35 դրամով։ Մակարոնի 1 կիլոգրամանոց այս փաթեթը 370 դրամով է վաճառվում։ 1 տարի առաջ այն կարժենար 340 դրամ։ Սուրճի համար նույնպես այժմ զգալի շատ ենք վճարում։ Այս փաթեթն արժեցավ 700 դրամ։ 1 տարի առաջ ճիշտ նույն տեսակի ու քաշի սուրճը հնարավոր էր գնել 660 դրամով, շուրջ 40 դրամով ավելի քիչ վճարելով։ Ընդհանուր առմամբ սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը 1 տարվա ընթացքում թանկացել են 4.3%-ով։ Հայաստանում գնաճի տեմպերը շատ ավելի բարձր են, քան Եվրամիությունում։ Նոյեմբերի տվյալներով Եվրամիությունում սննդամթերքի գնաճը 2.2% է կազմել։ Հայաստանում այն ավելի բարձր է եղել անցած ամբողջ տարվա ընթացքում։ Այս գրաֆիկը սա շատ պատկերավոր է ցույց տալիս։ 2025-ի ընթացքում Եվրամիությունում գնաճի ամենաբարձր ցուցանիշը 3.4% է կազմել։ Հայաստանում գրեթե 7.5%-ի է հասել։ Սրան զուգահեռ մերձբալթյան երկրներից զատ Հայաստանի վիճակագրությունն ավելի լավն է հետխորհրդային երկրների շարքում։ Սննդամթերքի թանկացումն ավելի մեծ է գրեթե բոլոր մյուս պետություններում։ Միայն Տաջիկստանում է գնաճն ավելի մեղմ։ Հարևան Վրաստանում ու Ադրբեջանում գնաճն ավելի բարձր է մի քանի տոկոսով։ Առաջին հայացքից Հայաստանի օգտին այս համեմատության կողքին մեկ այլ կարևոր տվյալ կա։ Մինչ իշխանություններն անդադար հայտարարում են, թե թանկացումների, աղքատության, սոցիալական խնդիրների լուծման բանալին աշխատանքն է, գործազրկության մակարդակով Հայաստանն ըստ Համաշխարհային բանկի աշխարհում 21-րդ ամենաբացասական վիճակագրությունն ունի։